Իմ նկարների բաժնում տեղադրել էի Լրկամսարի հոդվածը շատ փոքրիկ Անաստաս Միկոյանի մասին, որ Անաստաս Միկոյանը եղել է հայ ժողովրդի դավաճան։ Միկին ինձ գրել էր, այլևս ձեր նյութերը չեմ նայելու, այսինքն ես իբրև թե տեղադրել եմ զրպարտական հոդված և նա իմ նյութերը այլևս չի նայելու։ Որ Անաստաս Միկոյանը հակահայկական գործիչ է եղել, դա է ապացուցված փաստ է, և որևէ, իդեպ նրա ոչ մի ստորագրություն կեղծված չի, նա ստորագրել է, որ Կատինում գնդակահար են բազմաթիվ լեհ սպաների, ստորագրել է նաև, որ աքսորի ենթարկեն բազմաթիվ հայերի։ Անաստաս Միկոյանը եղել է, վախենում եմ ուղղակի ասեմ, չեմ ուզում հայոյեմ ուղղակի, բայց ինքը այլանդակի ծնունդ է եղել։ Ղարաբաղյան շարժումը չի սկսվել 80-ական թվականներին, Ղարաբաղյան շարժումը սկսվել է 60-ական թվականներին, և 60-ական թվականներին, երբ Ղարաբաղյան շարժման գործիչների ընտանիքի անդամները, որոնց աքսորել էին Սիբիր, ցանկացել են հանդիպել Անաստաս Միկոյանի հետ, Միկոյանը հրաժարվել է հանդիպել նրանց հետ, որպեսզի հանկարծակի չվտանգի իր կարիերան, այսքանը։